ասենք վախենում ենք, որ դիքանք։ Էսա, մեր գյուղն էսա, մեր ապրուստն էսա, մենք չենք կարա ուրիշ տեղ։ Հետո լրիվ ասենք սահմանից քնացին, մի անգամ արդեն Հայաստանը կտանք կպրծնենք։ Մեր սահմանները մենք պետք է պահենք, ուրիշ ոչ մեկը։ Օֆ, չէ։ Ավելի լավ մեր Ղարաբաղը մեզ մնար, մեր ցորենն էլ, մեր ամեն ինչն էլ մենք ապահովում ենք։ Քանց թե չգիտեմ, Թուրքիան, Ադրբեջանը դա ջնջի։ Դա մեզ պետք չի։ Ուր կտանի դա մեզ։ Ավելի վատի։ Իմ կարծիքով, ավելի վատի։ Մեր ժողովրդական խոսք ասма շան այդ ընկերացի փայտը մի քիչ ձեռից հետ, ճիշտ ասածված կա։ Քիչ է մեր այդքան զոհերը, որ մել սկսած 88 թվականի Սումգայիթից սկսած մինչև հիմա։ Ոչ մի լավ բան չենք տեսել իրանցից։ Ես Ռուսաստանին եմ կողմ, ուրիշ չգիտեմ, որովհետև Սովետական միության ժամանակ եղել են նրա կազմի մեջ, չեմ կարա ասեմ գերազանց ապրում էին ժողովուրդը, բայց շատ լավ էին ապրում։ Կառավարության նախագահը ասում որ մարդկանց կյանքի որակը 50%-ով լավացել է։ 10%-ով էլ չի լավացել, 10%-ով։ Ոնց եք ապրում։ Ոնց ենք ապրում։ Դե ես իմ ընտանիքս 7 հոգի ենք, ոչինչ, որ ասեմ գերազանց ապրում ենք, չէ, որ ասեմ պակասենք, տենց էլ չէ, միջին ապրում ենք, 2 թոշակառու ենք, հա, տղես փրկարարծառայությունում աշխատում, թորնիկնից աշխատում են, ոչինչ, բայց, որ ասեմ տենց լավ ենք, չէ, որ ասեմ վատ ենք, տենց էլ չէ, միջին, գյուղատնտեսությունով ազբաղվում ամուսինս հիմնականում, հիմա էլ այգիններում է, 12 կիլոմետր ներքև է մեր այգինները։ Չինարու սահմանին, Չինար գյուղ գիտեք, այն նրա սահմանին։ Ամեն ինչ աճեցնում ենք, զբաղվում ենք, բայց իրացնելու խնդիր շատ ունենք, շատ։ Ինչ եք աճեցնում։ Ամեն ինչ, խնձոր, տանց, սալոր, գիլաս, նույնիսկ կիվի, նույնիսկ արքայանարինջ, ամեն ինչ, բայց իրացման երևի մի 10-15 տակար կարալյոկ ունենք, բոճկեքում, որ պետք կարախ քաշենք, որովհետև չենք կարացե իրացնենք։ Ինչ պետք է անի պետությունը, որպեսզի սահմաննույն ապրող բնակիչը չլքի սահմանը։ Երևի աշխատատեղ ստեղծվի, այդ բերքի իրացման տեղ լի, տենց էլի։ Աշխատելի տեղ չկա, աշխատանք չկա։ Երիտասարդներին հողի հետ այդքան շատ չեն ուզում շփվեն, մեծերն էլ դե արդեն չեն կարում։ Թոշակառու մարդիկ են։ Դե ծախսի հետ է կապված, մեկը տեխնիկա ունի, կարո մաքինա այգինին մշակի, մեկը չունի։ Վերջ-վերջո պետք է փոխվի։ Շատ ղեկավարնի, շատ մարդիկ ելույթ են ունենում, սենց կանենք, նենց կանենք, ժողովրդին թյուրիմացության մեջ են գցել։ Հիմա չգիտեն ներկայինին հավատան, անցյալինին հավատան, թե ապագա որը կիկա նրա հավատան։ Մնացել է ժողովուրդը թյուրիմացության մեջ։ Մենք այնքան խելացի մարդիկ ունենք, այնքան գիտնականներ ունենք, այնքան ես իմ աշխարհահռչակ ազգ ենք։ Բայց արդյունքում ոչ մի բան ենք։ Ու ամեն անգամ ներվայնանում եմ հեռուստացույց նայելուց, որ ինչի պետք է տենց լի։ Ժողովրդի մեծամասնություն հենց այդ պարգևավճարների վրա բունտ բարձրացրուց, որ ինչի կարելի է նախարարն ենքան ստանա, հասարակ թոշակառուն գոնե 5000 դրամ ամենամիշ չստանա։ Ասում է 10,000 դրամով որ բարձրացնեն թոշակները, թոշակառուները չգիտեն որտեղ ծախսեն։ Ղի չգիտեն։ Այդ թոշակառուներով այս պետությունը կառուցվել։ Հիմիկվա նոր սերունդը չի կառուցել։ Ինչի չի կարալ օգտագործի։ Չգիտի փողի արժեքը։ Ես նոր եմ 65 տարեկան տարել, այս ամիս արդեն կստանամ թոշակը, բայց ամուսինս էլ դե նոր է երևի այսօր ենք արդեն մտել այդ հետ վճարի
բանը լավ որ չենք օգտվել։ Ավելի լավ է 5000 դրամ մի անգամ բարձրացնի, ոչ թե տոկոս գանձի հետ, ավելի լավ է մի անգամ ասի 5000 դրամ, արդեն դու գիտես, ուզում ես քարտով վճարում արա, ուզում ես կանխիկ վճարում արա, դու թոշակառու ես, դու գումարը կարաս ոնց հարկս համարում նենց էլ յուրացնես, ոչ թե պարտադրեն, որ ինչա կոմունալս վճարում դրանից տոկոս չի գանձվում կամ ես իմ ինչա նշանակում դա, ոչ մի բան, խաբում։ Որոշվում